Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, կրկին շաբաթ և կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարն է։ Այս անգամ անդրադառնանք մի շատ կարևոր թեմայի, որը նոր է մտնում միջազգային ասպարեզ։ Իրանի փոխնախագահ հայտարարություն է տարածել, որով նշում է, որ Իրանը գործընթաց է սկսում իրանալեզու ժողովուրդների, տարածաշրջանների և պետությունների միավորման համար։ Ըստ էության փորձ է արվում ստեղծել թուրքալեզու պետությունների կազմակերպության նման մի կազմակերպություն, որը հնարավորություն կտա Իրանին մեկ ընդհանուր հարկի տակ հավաքել բոլոր ժողովուրդներին, պետություններին և տարածաշրջաններին, որտեղ բնակչությունը խոսում է իրանական լեզվաընտանիքով և որտեղ հարուստ ավանդույթներ ունեն և գերակշռում է իրանական մշակույթը։ Այս թեման կրկին քննարկենք Գևորգ հետ, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Կարծում եմ շատ կարևոր նախաձեռնություն է Իրանի կողմից, սա նշանակում է, որ Իրանը փոխում է իր քաղաքականությունը և ավելի գլոբալ խաղացող է սկսում դառնալ և փորձ է արվում մեկ հարկի տակ հավաքել ժողովուրդների, ովքեր ունեն ընդհանուր պատմական անցյալ, ընդհանուր արմատներ, ընդհանուր լեզվական հիմք և ամենակարևորը ընդհանուր ավանդույթներ։ Եվ սա փորձագետները արդեն նշում են, որ Իրանի կողմից բավականին լուրջ հայտ է, լուրջ հակակշիռ ստեղծելու թուրքալեզու պետությունների կազմակերպությանը և նաև ավելացնելու իր ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։ Համամիտ եմ, նախ եւ առաջ նախադեպը չի եղել։ Հատկապես իրանական, այսպես ասած, տիրույթում նման բան չի եղել։ Տրամաբանությունը պարզվում է, որ այս նախաձեռնությունը ի հայտ է եկել հենց թուրքական աշխարհի ակտիվացման ֆոնին։ Այդ հակակշռի հանգամանքը դա գրեթե միանշանակ է։ Եվ նաև ես ներողություն եմ խնդրում, Թուրքիայի ղեկավարը վերջին շրջանում սկսել էր խոսել քրդերի մասին, որ իրենք տարածաշրջանում քրդերի շահերը ապահովելու են եւ այլն, քրդերը իրանախոս ժողովուրդ են։ Ինչպես նաև, այո, լուրջ ազդակ է։ Շատ չեն նաև այն պետությունները, որոնք ժողովուրդները խոսում են իրանական լեզվաընտանիքին, այդ ֆարսին պատկանող լեզուներով։ Դա Իրանն է, դա Աֆղանստանն է եւ Տաջիկստանը։ Անկեղծ ասած, որպես պետություններ, նկատի ունեմ որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ շատ չեն։ Բայց ես մի փոքր ուսումնասիրեցի թեման եւ այլ բան է, որ նաև նույն Միջին Ասիայի այլ երկրներում, զորօրինակ նույն Ուզբեկստանում կա բավականին միայն Ուզբեկստանը չէ։ Այո, ես այնտեղ հենց տաջիկական համայնք։ Շատ հետաքրքիր հանգամանք ասեմ, Տաջիկստանում բնակվող ժողովրդի, այսինքն մոտ 80%-ը տաջիկներ են եւ իրանախոս ժողովուրդ են բնականաբար, մոտ 5 միլիոն մարդու մասին է խոսքը գնում։ Այնտեղ Աֆղանստանում բնակվող տաջիկների թիվը կրկին մոտ 5 միլիոն է, որը կազմում է Աֆղանստանի բնակչության մոտ 30%-ը։ Ինչպես նաև բուն իրենք աֆղանցիք եւս պուշտունները եւս իրանական լեզվաընտանիքին են, իրանախոս են։ Այնտեղ կարևոր հատված կա, դու հիշատակեցիր Կենտրոնական Ասիան, որ Ֆերգանայի հովտում, նաև որը իմիջիայլոց էքսկլավ է, դա Ուզբեկստանի էքսկլավն է, ամբողջությամբ շրջապատված Ղրղստանի տարածքով եւ այնտեղ մի քանի 100,000 մարդ է ապրում, որոնք կրկին տաջիկներ են։ Չմոռանանք Սամարղանդ եւ Բոխարա, որտեղ բնակվողները կրկին տաջիկներ են, այսինքն այն նաև պատմական առումով հզոր վայրերը Ղրղստանում եւս տաջիկներ կան բնակվող։ Շատ ավելի քիչ կան Ուզբեկստանում, բայց եւս կան, դե բնական է, սահմանակից էլ երկրներ։ Եվ այստեղ Իրանի քաղաքականությունը ես առաջարկում եմ բաժանել երկու ասպեկտի։ Ինչու է սա Իրանին պետք զուտ իր անվտանգության ապահովման տեսանկյունից, սա մի ուղղություն։ Նաև այն հանգամանքը, որ Իրանը արդեն մոտ 50 տարի իզոլացման մեջ է, պատժամիջոցների տակ է, այսինքն իրենց եւս պետք է որևէ ներկայացուցչության առումով քայլեր ձեռնարկել եւս։ Բառով ասենք, հայտնի բառով ասենք, Իրանը սկսում է նոր փափուկ ուժի քաղաքականությունը, այս անգամ օգտագործելով իրանախոս ժողովուրդներին, ինչպես անում է Թուրքիան։ Այսինքն օգտագործում է հազարամյակներով ձևավորված ավանդույթները։ Ոչ միայն հազարամյակներով ձևավորված ավանդույթները, այլ նաև Իրանը քայլ է կատարում, որպեսզի այդ ժողովուրդները իրենք չմոռանան իրենց պատմական անցյալը եւ չձուլվեն
Միանշանակ այստեղ կա մի սպეციფիկա եւս, վերցնենք այդ իրանախոս երեք պետությունների անունները, որ նոր նշվեց, զուտ նույն Իրանը, Տաջիկստանը եւ Աֆղանստանը։ Միանշանակ հատկապես այն մնացածը, Տաջիկստանը եւ Աֆղանստանը եւս աշխարհին ներկայանալու խնդիր ունեն։ Աֆղանստանը մենք բոլորս էլ գիտենք, որ տասնամյակներով ցավոք ոչ ստաբիլ պետություն է քաղաքական առումով։ Դե իսկ Տաջիկստանը անկախությունը հռչակելուց հետո 91-ին ԽՍՀՄ փլուզումից հետո մեծ հաշվով, ինչպես ընդունված է ասել, լրահոսում միջազգային այդ երկրի անունը չեսել կարծում։ Չմոռանանք, որ մինչև 94 թվականը Տաջիկստանը ընկղմված էր քաղաքացիական պատերազմի մեջ, այո, նոր, այսպես կարծես ուշքի են գալիս։ Եվ այդ արձագանքները 90-ականների սկզբից, ինչպես դու շատ ճիշտ նշեցիր, կարելի ասել միայն համարյա վերջերս նոր փուլ են թևակողում զարգացման, որովհետև տեղից էլ նրանք երբեք աչքի չեն ընկել լուրջ տնտեսությամբ, նույնիսկ ԽՍՀՄ տարիներին, սոցիալ-տնտեսական առումով բոլորս էլ գիտենք, ամենաթույլ 15 հանրապետությունների մեջ ամենաթույլերից մեկն է եղել։ Պլյուս այդ 90-ականների ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, այո, քիչ նոր իրենք կարողանում են շնչել, Աֆղանստանի այդ սահմանը, անընդհատ հարվածների տակ, անընդհատ սպառնալիքի տակ։ Եվ պատահական չէ, կարելի ասել իրենք ապրում են ինչպես հարտահայտություն կա հրաբխի վրա։ Այո, եւ պատահական չէ, որ Իրանի փոխնախագահի այս հայտարարությունը առաջին արձագանքեց հենց Տաջիկստան, այո, որտեղ Տաջիկստանին էլ պետք են ինչ-որ ուղիներ ներկայանալի դառնալու համար։ Ես այստեղ նաև մի փոքր այլ կոնտեքստով էլ կնայի սրան։ Գաղտնիք չի, որ Տաջիկստանում այսօր էլ հատկապես Լեռնային Բադախշանի շրջանում, մենք շատ ենք խոսել այդ մասին, բնակվող ժողովուրդները, որոնք թվականակով շատ չեն, բայց իրենց չեն համարում տաջիկ։ Իրենք իրենց համարում են պամիրցի, այո։ Բայց իրենք լեզվական առումով իրանախոս ժողովուրդներ են։ Հետևաբար այս առաջարկը Իրանի բնականաբար ձեռնտու է առաջին հերթին Տաջիկստանին այն առումով, որ սա հնարավորություն կտա համախմբել եւ կենտրոնախույս այդ գործողությունների ձեռք կպայի կամ կփորձեն Իրանի միջոցով նույն Միջին Ասիան է, չէ՞, բացի Տաջիկստանից բոլոր մնացածը թյուրքական ժողովուրդներ են արդեն։ Եվ այստեղ 4-ը բնականաբար Իրանի ակտիվացումը ինչ որ առումով ձեռնտու է նաև այդ նույն թուրքական պետություններին, ինչու։ Քանզի սա հնարավորություն կտա առաջինը հավասարակշռել քաղաքականությունը Թուրքիայի կենտրոնական Ասիայում, երկրորդ հնարավորություն կտա այդ պետություններին չձուլվել եւ չենթարկվել թուրքական էքսպանսիայի, ունենալով նաև իրանական ներկայացվածություն եւ մանևրել այս երկուսին։ Մենք շատ ենք խոսել, այո, նախին մեր հաղորդումներում, որտեղ ակնհայտ է, որ զորօրինակ նույն Ուզբեկստանը եւ Ղազախստանը, որոնք տնտեսապես առավել աչքի ընկնող են այդ տարածաշրջանում, միանշանակ իրենց ինքնության մասին ավելին քան մտահոգված են եւ հիմա վերադառնանք Իրանին իր ներքին քաղաքականության համատեքստում։ Այս որոշում ինչով է կարևոր։ Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է Միացյալ Նահանգները եւ Իսրայելը քայլեր են ձեռնարկում կամ փորձում են ուղիներ գտնել Իրան, այսպես ցամաքային օպերացիա իրականացնելու համար։ Երկու ուղղությամբ են հիմնականում աշխատում՝ քրդեր եւ բելուջներ։ Երկուսն էլ իրանական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդներ են։ Այսինքն Իրանի այս առաջարկը ունի նաեւ շատ լուրջ ռազմավարական նշանակություն։ Իրանը փորձելու է այս ժողովուրդների մեջ արտնասնել իրանական ծագումը եւ քաղաքակրթական ընդհանրությունը հաշվի առնելով միգուցե հասնել նրան, որ այդ ժողովուրդները հրաժարվեն Իրանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց յուրայինի մի հանգամանք է, փաստորեն այս իրանախոս ժողովուրդների, այսպես ասած, միությունը, որը որ եթե կանա, այստեղ լինում է միության մեջ միաժամանակ թե շիաներ, թե սունիներ։ Այո, սա եւս նույն տաջիկները սունի են, շիա չեն։ Բայց թուրքալեզու ժողովուրդների կազմակերպությունից ինչով է սա տարբերվելու։ Օրինակ, եթե մենք վերցնում ենք Ռուսաստանի Դաշնությունում ապրող թուրքալեզու ժողովուրդներին, նրանք միգուցե լեզվաընտանիքով թուրքական են եւ մոտ են, այո, իրար, բայց ավանդույթներով ամբողջությամբ տարբեր են։ Անկամ կերակրատեսակներով են տարբեր։ Իրանական ժողովուրդների մոտ այս ամենը ավելի
այլ կոնտեքստով է, այսինքն նրանք ավելի մոտ են, շատ ավելի մոտ է։ Հետևաբար Իրանի համար շատ ավելի հեշտ է լինելու առաջ տանել համաիրանականության այդ գաղափարը, եթե մենք այդպես, հա, տես արաբները չկարողացան։ Արաբական պետությունների լիգա ստեղծեցին եւ այլն, բայց այդ համաարաբականության գաղափարը բաաս կուսակցություն ստեղծեցին Իրաքում, Սիրիայում։ Որպես այդպեսին պրակտիկայում չաշխատեց։ Քանզի արաբական լեզուն էր նրանց միավորում, բայց ավանդույթները չէին միավորում իրար։ Հյուսիսային Աֆրիկան ուրիշ էր։ Միացյալ արաբական էմիրություններից, եթե քարտեզին նայենք, մինչև Մարոկկո, չէ՞։ Արաբախոսներ են, բայց այո, տարբեր են։ Բայց իրանական ժողովուրդները նաև նույնիսկ բարբարները, դիալեկտները եւս տարբեր են։ Ես դեռ ուսանողական տարիներից եմ հիշում, որպես մեր արաբերի դասախոսներ ասում, որ 22 բարբար կա արաբերեն։ Եվ իրար չեն էլ հասկանում։ Մենք բնականաբար սովորում ենք պաշտոնականը, գրական արաբերեն, որը այդտեղ դեպքերի 90%-ում պարզապես փողոցում քեզ չեն հասկանում։ Այս խնդիրը կարծես թե իրանական ժողովուրդների մոտ չկա, համենայն դեպս ես մի դեպք ուրեմն հիշեցի, մի հատ միջազգային կոնֆերանսի էինք մասնակցում, ինձ մոտեցավ Տաջիկստանի ներկայացուցիչը, ցույց տվեց հյուրերից մեկին, ասում է մեր լեզվով է խոսում, բայց ասում է ես քուրդ եմ։ Իր համար օրինակ զարմանալի էր, երբ որ սկսեցինք խոսել, այդ հյուրին էլ հրավիրեցինք եւ այդ Տաջիկստանի ներկայացուցիչը ով այդքան խորամուխ չէր եղել ընդհանուր պատմական անցյալին, ընդհանուր գենեզիսին, հա, իր համար եւս դա բացահայտում էր։ Այսինքն Իրանի քայլը ըստ էության ունի շատ լուրջ ռազմավարական նշանակություն, որը միտված է հազարամյակներ։ Եվ բնական է Իրանը հենց այնպես չէր սկսի այս ամենը, եթե չհասկանար, որ սրա պահանջարկը կա։ Թուրքական աշխարհը կարծես թե տեր ունի իդեմս Թուրքիայի։ Համենայն դեպս այնտեղ Ուզբեկստան, Ղազախստան վիճում են, չեն ցանկանում գերիշխանություն հաստատել։ Դե ֆակտո համաշխարհային ընկալման մեջ, այո, թուրքական աշխարհի այսպես ասած դե ֆակտո լիդերը իհարկե ընկալվում է Թուրքիան։ Հոգեբանական մակարդակի վրա Թուրքիան։ Իրանական աշխարհը մնացել է պայմանական ասած անտեր։ Հա, որովհետև իրանական աշխարհ նույնիսկ այդ եզրույթը շատ քիչ կկարդանք այսօր։ Ժամանակակից նկատի ունեմ կոնտեքստներում։ Այո, Կենտրոնական Ասիայից տեղափոխվենք դեպի մեր տարածաշրջան, գանք Հյուսիսային Կովկաս։ Օսեր, ալաններ, իրանական լեզվաընտանիքի ժողովուրդներ։ Բայց հիմա տևական ժամանակ կապը կտրված լինելով Իրանի հետ, աստիճանաբար այնտեղ գործընթաց է սկսվում ձուլման եւ թուրքալեզու ժողովուրդները տարածաշրջանից սկսում են իրենց չմոռանանք այդ մեծ հաշվով աշխարհագրորեն տարածքի առումով շատ փոքր մի տեղ, որտեղ կողքոքի ապրում են թե ինչպես նշեցիք իրանական ժողովուրդներ, թե բուն հենց աուտենտիկ կովկասյան, թե թուրքական ադիգներ, կաբարդինները եւ այլն, կարաչայները, որոնք արդեն թուրքական ծագում ունեն, չեչենները եւ դարգիններն ու ավարները, այսինքն որոնք Դաղստանի տիտղոսային ազգեր են, արդեն բուն կովկասյան ազգեր են, այսինքն շատ եւ այնտեղ շատ հետաքրքիր է էթնիկ պատկերը։ Ինգուշները աստիճանաբար սկսում են հավակնել, որ մենք ալանների հետնորդներն ենք եւ այլն, այսինքն այս խառնաշփոթը, որ այսօր կա Հյուսիսային Կովկասում, բնականաբար սա ձեռնտու է նաեւ Ռուսաստանի Դաշնությանը, որ Իրանը ակտիվանա այնտեղ։ Իրանի ակտիվացմամբ նվազելու է Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։ Իսկ Հյուսիսային Կովկասը հեղեղուկ տարածաշրջան լինելով, հիշում ես 94-ից մինչև 2000-ը Թուրքիան էր այնտեղ տեր ու տիրականը Սաուդյան Արաբիայի հետ միասին։ Նույն չեչենական պատերազմը, երկու պատերազմ։ Հետևաբար իրանական էթնոսի, այսպես պատկերավոր ասած, ակտիվացումը կամ հնարավորությունների մեծացում, իսկ Իրանը կարող է ցանկության դեպքում նաև մեծ ֆինանսական հոսքեր ուղղել դպրոցների ստեղծման հետ կապված, այո, ինչպես ասեցի, փափուկ ուժ, տես ներկայացուցչական դառնալու խնդիրը որ կա, չէ, իրենց մոտ համաշխարհային նույն ընկալման մեջ, դե խոսքը գնում է գլոբալ ընկալման մեջ, դե Աֆղանստանի մասին խոսք էլ չկա, Իրանը ընկալվում է որպես դիկտատուրա։ Տաջիկստանը եւս։ Դե չմոռանանք, որ Տաջիկստանում նույնիսկ 91 թվականից հետո առ այս պահը նախագահ չի փոխվել։
Էմոմալի Ռախմոնը միազդյակ ղեկավարում է երկիրը արդեն 30 տարուց։ Եթե 2022-ի իրադարձություններ չլինեին, Ղազախստանում էր մինչ օրս Նազարբայևը, ով կառավարում էր 90-ականների որովհետև այդ կենտրոնական Ասիայում, այսինքն միակ պետությունը, որտեղ փոխվել է իշխանություն, այն էլ մի քանի անգամ, միայն Ղրղստանն է։ Նույն Ուզբեկստանում էլ Միրզիոևը եկավ Կարիմովի մահից հետո։ Բա այնտեղ մի փոքր, այնտեղ դու գիտես, ավելի կլանային, հա, այսպես համակարգ է եւ տարբեր կլանները որոշում են թե ով պիտի իրենց պետք է դեռ դառնալ փոքրիչ ներկայանալի։ Դες մենք մեր նախորդ հաղորդումներում մեկ անգամից ավելի հիշատակել ենք Սաուդյան Արաբիայի կերպարանափոխման մասին, չէ՞, որը փակ տեոկրատիա է, կրոնապետություն է, բայց արդեն վերջին հատկապես այս մի տասնամյակում փորձում է աշխարհին ցույց տալ, որ նա բաց է բոլորի համար, թե համագործակցության, թե туриզմի եւ այլն։ Այսինքն նույն քայլը, այսպես ասած, եթե սա պայմանական վերցնում ենք Իրանի կողմից փափուկ ուժի, այդ soft power-ի առաջին քայլ որպես, դրանք այդ կողմով ասպեկտը եւս պիտի հաշվի առնեն, դառնան ներկայանալի աշխարհի։ Իրանական գործոնի ազդեցությունը եւ ավելացումը Կովկասում առասարակ, սա նաև մեզ է պետք, քանզի մենք եւ օսերն ենք, որ հնդեվրոպական լեզվաընտանիքի կրողներ ենք, այսինքն մնացածները հնդեվրոպական լեզվաընտանիքի մաս չեն կազմում, հետևաբար նաև դրանով է պայմանավորված պատմական այն մեծ այսպես ավանդույթները եւ ընդհանուր պատմական հիշողությունը, որ կա մեր եւ օսերի միջև, չմոռանանք նաև Արտաշես եւ Սաթենիկ, իհարկե մենք թագուհի ենք ունեցել, օսերից ներկայացուցիչ ենք ունեցել, հետեւաբար օսերը մեր համար հարազատ ժողովուրդ են եւ իրանական գործոնի ավելացումը տարածաշրջանում բնականաբար նորից կրկնեմ թուլացնելու է թուրքականինը, իսկ թուրքականի թուլացումը չմոռանանք, որ միայն օսերը չեն, իսկ Ադրբեջանում թալիշներն ու թաթերը, որոնք եւս իրանական լեզվաընտանիքի մաս են կազմում, այո, սա Իրանին հնարավորություն է տալու ավելի, ինչպես դու ճիշտ ասացիր, ներկայանալի լինել տարածաշրջաններում։ Պատահական չի Իրանի ղեկավարի առաջարկը իրանախոս ժողովուրդների եւ տարածաշրջանների միություն։ Իհարկե, որովհետեւ տարբեր միություններ, որոնք բնականաբար աշխարհում կազմվում են, գոյանում ձևավորվում են, նաեւ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն արժեքների էքսպորտին։ Այսինքն, ինչ արժեքներ ես դու էքսպորտ անում իլուր աշխարհի արտաքին աշխարհին։ Զորօրինակ վերցնենք Եվրոպան, չէ՞, Եվրոպական միությունը, մարդու իրավունքներ, հավասարություն, ժողովրդավարություն, արդար ընտրություն եւ այլն չեն հայտնի այն արժեքները, որոնց մասին միշտ խոսում է եվրոպական աշխարհը, հյուսիսամերիկյան աշխարհը։ Այսինքն իրենք էլ պետք է մտածեն ինչ են էքսպորտ անելու, հատկապես որ իրանական ժողովուրդների պարագայում մենք գործ ունենք մի քանի հազար տարվա ավանդականության եւ մշակույթի հետ։ Այո, մենք չհիշատակեցինք մեկ այլ կարևոր երկիր, խոսքը Պակիստանի մասին է, որի բնակչության մոտ 40%-ը փուշտուններ են, հետևաբար իրանախոս ժողովուրդներ են։ Եվ այս վերջերս, հիշում ես, Մեքքայի համաձայնագրի իհարկե, որի մասին խոսել ենք, իսկ հաշվի առնելով, որ Պակիստանի բնակչությունն էլ 200 միլիոնից ավել է, 40%-ը այնտեղ փոքր թիվ չէ։ Դրանք գումարած բելուջները, որոնք եւս իրանախոս են, այսինքն Իրանը չասենք էսպայի նման ապագորկոր հայտարարություններ չանենք, բայց փափուկ ուժով կարող է հասնել նրան, որ Մեքքայի արձանագրություններում որոշակի փոփոխություն կարող է լինել։ Կատրամաբան։ Այո, եւ անդամներից առնվազն մեկը ինչ որ մի պահի, եթե իշխանության կան փուշտունները Պակիստանում, ինչ որ մի պահի կարող է անգամ սառեցնել իր մասնակցությունը։ Ինչևէ, այս տարածաշրջանը, նու մերձավոր արևելքը գնում ենք մի քիչ դեպի արդեն այն կողմ, հասնում ենք Աֆղանստան, Պակիստան, նույն Իրանը, այստեղ կա Թուրքիա, Իսրայել, արաբական աշխարհ, բոլոր դեպքերում մենք գործ ունենք դեպքերի մեծ մասում թե կայացած պետությունների հետ, տնտեսապես, քաղաքականապես, թե շատ ամբիցիոզ։ Իմիջիայլոց ես հիշեցի մեր ավագ գործընկերոջ հայտնի իրանագետ Վահան Բայբուրցյանի խոսքերը, ով եղել էր առաջին դեսպանը Հայաստանի Իրանում, նա միշտ ասում էր, երբ որ խոսքը գնում էր Իրանի վարած քաղաքականության մասին եւ միգուցե առաջին հայացքից որոշ բան հասկանալի չէր,
Պարոն Բայբուրցյանը միշտ ասում էր, որ Իրանը իրանցիները իրենց թշնամիներին եւ հակառակորդներին, եթե այլ ազգեր շարքից հանում են դանակով, իրանցիները իրենց հակառակորդներին շարքից հանում են բամբակով։ Այսինքն այդ փափուկ ուժը, որ Իրանը կիրառել է եւ կիրառելու է վստահ եմ բոլոր տարածաշրջաններում, ակնհայտորեն իր արդյունքը տալու է։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մենք որպես պետություն, որպես ազգ, ով ընդհանուր շատ այսպես պատմական անցյալ ունի եւ վստահ եմ պատմական ապագա ունի նաեւ իրանցիների հետ, մենք պետք է եւս կարողանանք օգտվել այս հանգամանքից։ Իրանը մեզ դիտարկում է, իրանցիները մեզ դիտարկում են իբրև բարեկամ ժողովուրդ։ Այո։ Նաեւ որովհետեւ մենք ընդհանուր աստվածներ ենք ունեցել ժամանակին, հա։ Հետևաբար հնդեվրոպական արմատ ունենալը լեզվաընտանիքին պատկանելը, սա լուրջ գործոն է, որ Հայաստանը պիտի օգտագործի։ Նաև Իրանի միջոցով կապերը ամրապնդելով, զարգացնելով այն ժողովուրդների հետ, ովքեր լինելով իրանական լեզվաընտանիքի անդամ, ինչ որ պատճառով Հայաստանի հետ չունեն կամ չեն ունեցել զարգացած հարաբերություններ։ Ինչպես նաև միտումներ են նկատվում, որ մեր հարաբերությունները կենտրոնական Ասիայի հետ, հատկապես այս փուլում, կարելի ասել զարգանում են։ Զարգանում են, բայց թուրքալեզու հատվածի հետ։ Թուրքալեզու ժամանակն է, որ մենք սկսենք զարգացնել մեր հարաբերությունները եւ Տաջիկստանի, եւ կենտրոնական Ասիայի, մասնավորապես Ուզբեկստանի, իրանախոս համայնքների հետ առանձին։ Իհարկե պահելով այդ պետության ներքին գործերին այո չմիջամտելը եւ նրանց միջոցով նաեւ որոշակի առումով այսպես նրանք էլ լոբինգ անեն սեփական երկրի իշխանություններին Հայաստանի հետ հարաբերությունները նման ազգերը այս Ասիայի հատվածի ազգերը ի տարբերություն ըստ իս այլ աշխարհի այլ վայրերի վերցնենք նույն ամերիկյան աշխարհը վերցնենք եվրոպական որտեղ ժամանակակից փուլում շատ մեծ, այսպես ասած, ակցենտ է արվում զուտ տնտեսական գործոնի վրա, այս ավանդական ժողովուրդները շատ մեծ տեղ են տալիս մշակույթին, ավանդույթներին։ Այո, ես համաձայն եմ եւ դա չի նշանակում, որ Եվրոպան մոռացել է ավանդականության եւ մշակույթի մասին, բայց արևելք է եւ մենք իբրև արևելքցի պիտի կարողանանք այդ սպეციფիկան չմոռանանք։ Համաձայն եմ։ Եվ նաև մեր արտաքին քաղաքականությունը այս հնարավորությունը պիտի օգտագործի եւ սա պիտի հավասարակշռվի Պակիստան-Ադրբեջան հարաբերություններին, այսինքն եթե Պակիստան-Թուրքիա, Պակիստան-Ադրբեջան հարաբերություններում հիմնականում գերակշռում է կրոնական գործոնը, ապա մեր եւ Պակիստանի միջև հարաբերությունները զարգացնես, քանի որ մենք արդեն ունենք դիվանագիտական հարաբերություններ, ի հակակշիռ թուրքական գործոնի ազդեցության, այնտեղ մենք պիտի մտնենք, այսպես պատկերավոր ասած, Պակիստան պիտի մտնենք իբրև հնդեվրոպական լեզվաընտանիքի կրող ազգ եւ իբրև ազգով իրանական աշխարհի հետ ունի հազարամյակների պատմություն։ Հետաքրքիր գործոն։ Այո, այս գործոնը մենք պիտի կարողանանք շատ լուրջ օգտագործել եւ նաեւ պիտի կարողանանք Աֆղանստանում մեր այսպես գործունեությունը զարգացնել, քանզի այս պահին Աֆղանստանը լուրջ հնարավորություն է տալիս համագործակցության զարգացման համար։ Թալիբները ինչպես էլ մենք կվերաբերվենք այդ կառույցին, այդ կազմակերպությանը, դա իրենց գործն է, ըստ էության այս պահին իրենք իշխանություն են եւ միջազգային ընդունված իշխանություն են։ Իրենք իշխանություն են, իրենք են մակում ներկայացնում այդ պետությունը։ Հետևաբար իսկ Աֆղանստանը եւ ես չեմ բացառում, որ իրենք իրենց հետագա քայլերով, այսինքն այսպես ասած քաղաքականապես քաղաքակրթվելու արդյունքում եւս կհաստեն ինչ-որ մի արդյունքի։ Հետևաբար դիվերսիֆիկացիա միայն չպիտի լինի Եվրոպական միության ուղղությամբ։ Իհարկե բոլորի հետ պետք է ունենա շատ լավ հարաբերություններ, բայց կենտրոնական Ասիայի իրանախոս հատվածը, Աֆղանստան, Պակիստանի իրանախոս հատվածը, դրանք այն ուղղություններն են, որ երբեք Հայաստանը այդ ուղղությամբ ակտիվ չի եղել։ Ես վստահ եմ անգամ չեն էլ մտածել այդ ուղղությունների մասին։ Ժամանակն է արդեն։ Ինչպես դա որ ես մի քիչ առաջ ասացի, այդ երկրների հանդեպ էլ աշխարհում կան կարծրատիպեր, որոնք իրենք պիտի կոտրեն։ Մեր խնդիրը չի կարծրատիպ կոտրել։ Մեր խնդիրն է իրենք էլ պիտի բաց դառնան համագործակցության։ Եթե այո, եւ եթե մեր ակտիվացմամբ դեպի Պակիստան մենք կարող ենք հասնել նրան, որ Հայաստանի
թշնամիների թիվը մեկով կարող է նվազել, ապա այդ ուղղությամբ հստակ քայլեր է պետք իրականացնել, օգտվելով իրանական կողմի ծառայած այս հնարավորությունից։ Այո։ Շնորհակալություն հերթական կարևոր թեման միասին քննարկելու համար, կարծում եմ հետաքրքիր էր։ Սիրելի հայրենակիցներ, մեր հարևան Իրանը չի դադարում զարմացնել մեզ բոլորից եւ հստակ ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ են արվում։ Իրանը փակ պետությունից աստիճանաբար քայլեր է կատարում դառնալու բաց պետություն, եւ Իրանը սկսում է օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որ ժամանակին օգտագործում են եւ օգտագործել են եւ չինացիները, եւ թուրքերը, եւ այլ պետությունները, փափուկ ուժը։ Եվ մեր համար սա լուրջ հնարավորություն է ստացվում եւ ստեղծվում Իրանի միջոցով մուտք գործել տարածաշրջաններ, որտեղ մենք ընդհանուր շատ պատմական ընդհանրություններ ունենք, պատմական անցյալ ունենք, միասին անցած ճանապարհ ունենք հազարամյակների, բայց ցավոք սրտի չի օգտագործվել երբեք մեր պետության կողմից։ Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել եւ դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, այս անգամ ակտիվանալով նաեւ իրանական ուղղությամբ։ Այս թեման էր, որ այսօր ես քննարկեցի Գևորգի հետ միասին, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube կանալին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այս թեման այսօր շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։